Ունեցանք մեկ աղջիկ, շատ փոքրիկ ծնվեց, ժամանակից շուտ։ Չէի սպասում էլի, որ տենց փոքր երեխա կլինի։ Ծնվել է 6.5 ամսական։ Գլխարկ եմ գտել, պատկերացրեք, իր չափի գլխարկ չկար։ As healthcare improves incrementally in Armenia, premature babies who previously would have died are now surviving. Անհաս երեխաների քանակը օրորի ավելանում է։ There is a correlation between low birth weight and what we call retinopathy of prematurity. In the past, Armenia didn't have the technology or the knowledge to detect and then treat these children, and so many of them simply went blind. Չգիտեինք, ծնողները չգիտեին, ոչ ոք տեղյակ չէր, որ այդ երեխեքը կուրանալու են։ Ծնողները գալիս են եւ նայում են ուղիղ քո դեմքին։ Շատ մեծ հոգեբանական ճնշում էր մեր վրա, ասել ծնողին, որ քո երեխան միգուցե եւ էլ չի տեսնելու։ Երեխան ծնվելուց հետո եկել էին բժիշկները, ստուգում էին այդտեղ երեխաներին։ Պարզվեց, որ երեխայի մոտ զարգանում է այսօր անհասության ռետինոպաթիայի ամենաագրեսիվ ձևը։ Մենք շատ ունենք ընդամենը 1, 2, 3 օր ժամանակ։ Որ չվիրահատեն, դա տանում էր կուրացման։ Seeing the number of children going blind in Armenia, the Armenian Eye Care Project launched a center of excellence to prevent childhood blindness. This project is for the first time in Armenia and frankly in the region, providing screening to detect this condition and correct it surgically. They have developed some very high-end techniques, including surgical techniques. The beauty of this program is that the Armenians are now able to carry forward this program on their own. Հոգեկան հանգստություն կա։ Կարծես մութ աշխարհից դուրս ենք եկել։ Կարողանում ենք ծնողին ասենք, գիտեք, ձեր մոտ կա այս խնդրը, բայց մենք հնարավորություն ունենք իրան օգնելու։ Մի վախեցեք դրանից, ոչինչ չի լինի ձեր բալիկին։ Բժիշկների հույսը ինձ համար մեծ էր։ Այդ վիրահատելու օրը մեզի ուղարկեցին տուն, դուք գնացեք տուն, մի 8 ժամից հետո եկեք։ Այդպես վիրահատում արվեց։ 4 ժամ մի աչքը, 4 ժամ մի աչքը։ Ես չէի պատկերացնում, այդքան փոքր երեխան ոնց պիտի դիմանա այդ 8 ժամին։ Բժիշկուհին զանգարեց, ասեց կարող եք գալ, վիրահատությունը ավարտված է շատ հաջող։ Ես քիչ ամնացել թռնեի, պաչեի։ Բայց իմ մեջ արդեն մի այլ ուրախություն կար։ Շատ ուժեղ աղջիկ էր, ամեն ինչը հաղթահարեց։ Ես դրա համար իր անունը դրել եմ Վիկտորիա։ In the past 3 years, the Center of Excellence has screened over 1,600 infants. They've saved roughly 120 kids. They have a huge impact because they go outside of Yerevan. Աշխատում ենք Հայաստանի բոլոր անհաս երեխաներով։ Մեր կյանքը փոխվավ։ Իրոք տվյալ կազմակերպությունը եթե չլիներ, վստահ էի, որ երևակայի երեխան գնար կուրացման։ Եվ հիմա երկու աչքով բալիկը շատ լավ տեսնում է։ Ուրախանում եք, մեկ շատ եք ուրախանում իրանը։ Ինձ համար մի հրաշք էր երևի, որ շատ շնորհակալ եմ իրոք, փրկություններ տա։